Եթե կարելի է հարցերը վերջում, հա, հիմա վերեք աղոթենք եւ շարունակենք Աստվածաբանության այսօր վերջի դասն է, ովքեր որ չեն մասնակցել եւ չեն լսել նախորդ 4 դասերը, լավ կլինի որ զայնագրած տեսակով կարողանաք լսեք, որովհետեւ դասերը շատ կարեւոր են։ Եթե մենք չենք տիրապետում գոնե մի քիչ աստվածաբանության գիտելիքներին, մեզ շատ հեշտ է մոլորեցնել։ Բացի այդ, մեզ շատ հեշտ է բացի մոլորեցնելը, մենք չենք ունենում ճիշտ ֆունդամենտ, ճիշտ հիմք մեր ուսմունքի։ Այսինքն մեզ ինչ ասում են, մենք հեշտությամբ ընդունում ենք, էլի։ Ասում են Աստված երրորդությունը, հա, ընդունեցինք, շատ լավ, ինչի է երրորդություն։ Մենք ոչ մեկս այդ հարցը մեզ չենք տալի։ Դրա համար ամենատարրական բազիսը մենք պիտի անպայման սովորենք, ուսումնասիրենք, համեմատենք Սուրբ գրքի հետ, թանկագիններ ջան, եւ տեսնենք արդյոք այն ինչ որ այստեղ դասավանդվում է ճիշտ է եւ հիմք ունի Աստվածաշնչում։ Փառավոր իմ Աստված, քեզ եմ փառաբանում ես Հիսուս Քրիստոսի կենթանի անունով։ Ես քեզ եմ հանձնում ամեն մեկիս իմ Տեր։ Խնդրում եմ, որ սա չլինի միայն չոր գիտության, գիտելիքի փոխանցման մի տեղ, այլ մի տեղ իմ Աստված, որտեղ քո կենթանի հայտնությամբ ամեն մեկը խորապես ճանաչում է եւ քո մեջ հաստատվում է։ Տեր իմ փառավորի քո սուրբ անունը ամեն եղբորս ու քույրիկիս կյանքի մեջ։ Վերցրու իմ շուրթերը, իմ միտքը, իմ սիրտը, ամբողջ իմ էությունը եւ խոսի իմ եղբայրներին ու քույրերին։ Եվ բաց արա իրանց միտքն էլ ընկալելու քո խոսքը։ Ամեն փառքը Հորը եւ Սուրբ Հոգուն ամեն եւ ամեն։ Ուրեմն մենք նախորդ դասերից համոզվեցինք, որ Աստված երկրորդություն է, Հայրը եւ Սուրբ Հոգին, եւ ես ես մի բան ես կուշացնեմ, շատ ժամանակ ես կարող եմ դասի ժամանակ ինչ որ մի բան սխալ ասեմ, եւ եթե ես սխալ ասեցի, դուք դասի ժամանակ չարձագանքեցիք, դիպլոմ չեք ստանալ մի կողմից, ես չեմ տա։ Այո։ Մենք ունենք երրորդության ընկալում, մենք հավատում ենք երրորդության։ Նախորդ դասին մենք նայեցինք, թե ինչպես Աստված կարող է բացվել որպես երրորդություն, անգամ եթե Սուրբ գրքում մենք այդ բառը չենք հանդիպում, այդ բառին չենք հանդիպում եւ չունենք գրված։ Եվ մենք նայեցինք, որ եթե մի բան ուղղակիորեն գրված չի, անուղղակիորեն կարող է շոշափվել եւ արտահայտվել տարբեր մտքերի միջոցով։ Ամեն։ Նաեւ մենք նայեցինք Աստծո անունները, որոնք շատ կարևոր են, չափազանց կարևոր են ամեն մեկիս համար։ Եվ պարզեցինք, որ Տիրոջ անունը անկախ նրանից, թե ինչ է այսօր ուսուցանում մեզ Եհովայի վկաների ուսմունքը, իրականում Եհովա չի, այլ Յահվե, որովհետև քրիստոնեական Քրիստոսին հետևող գիտնականները իրենք անընդհատ հետազոտություններ են անում եւ լեզվի հետ կապված հետազոտություններով պլյուս գումարած դրան ավելի ճիշտ այն հայտնություններով, որ Սուրբ Գիրքը մեզ տարբեր անունների եւ խոսքի միջոցով տալիս է, մենք իմանում ենք, որ Տիրոջ անունը Յահվե է։ Այո, որովհետեւ այդ գրքերը տպվել են մի քանի տասնյակ տարի առաջ, նոր տպագրությունների մեջ արդեն օգտագործում է Յահվե անունը։ Օրինակ ես կարդում եմ ռուսերեն, ես ունեմ նոր սինոդալ թարգմանությունը, որտեղ Եհովայի տեղը օգտագործում է Յահվե անունը։ Հենց այդպես է կոչվում է перевод с именем Յահվե։ Ուրեմն, ինչ է նշանակում Յահվե, ով կհիշացնի ինձ։ Տեր Եհովա, Տեր Եհովա։ Յահվեն Եհովա է նշանակում։ Ամենաճիշտ պատասխանը։ Էլ ինչ է նշանակում Յահվե անունը։ Էխե, աշեր, էխե, ինչ է նշանակում։ Էխե, աշեր, էխե։ Տերը օրհնի ձեզ, շատ լավ ուսուցա։ Այո, Տերը օրհնի ձեզ, դա Յահվեի ոնց որ
տառացիորեն բացատրությունն է։ Մենք ունենք տետրագրամատոն, որը նշանակում է Յահվե անունը, ինչի համար ենք անվանում այն տետրագրամատոն, որովհետև 4 տառ է վերցված այդ տետրագրամատոնի մեջ, եւ հենց տետրան 4 է նշանակում գրամայի մեջ 4 գրված տառ։ Յոթ, հեյ, վավ, հեյ։ Յոթ, հեյ, վավ, հեյ։ Այո։ Մենք ունենք նաև այլ անուններ, Ադոնայ, չէ՞, որը նշանակում էր Տեր, եւ Ադոնի, որը նշանակում է Տեր։ Ոնց որ մենք հայերենում դիմում ենք իրար պարոն եւ տիկին։ Երբ որ մենք ասում ենք Ադոնայ, մենք ի նկատի ունենք հոգնակի նշանակությունը Աստծո անվան, ինչպես որ այն արտահայտվում է նաև Էլոհիմ անվան մեջ։ Էլոհիմ նշանակում էր Աստվածներ, ուժեղ, զորավոր։ Դրա համար էլ Տերը Մովսեսին անվանեց դու կլինես Աստված, իսկ Ահարոնը կլինի քո մարգարեն։ Ինչու՞։ Արդյոք Տերը այդ ասելով բազմաստվածություն էր տարածում։ Բա ինչու՞։ Ինչու ինքը ասեց Մովսես դու Աստված կլինես։ Չէ, դու Աստված կլինես, Ահարոնը քո շուրթերը, քո մարգարեն։ Ինչու՞։ Որովհետև Մովսեսը պիտի լիներ զորավոր, Էլոհիմ, այդ առումով ինքը կոչվեց Աստված։ Պարզա, որովհետև Էլոհիմ նշանակում է զորավոր, ուժեղ։ Տերը օրհնի ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ չեք սովորել, բայց ոչինչ, չէ, կարևոր չի, ոչինչ, սովորեք, ընթացքում կընկալեք։ Հիմա մենք գալիս ենք աստվածաբանության 5-րդ դասին, որի անվանումն է երրորդության սխալ ընկալումները պատմության ընթացքում, կամ քրիստոնեական եկեղեցու պատմության ընթացքի երրորդության սխալ ընկալումները։ Մի քիչ երկար է վերնագիրը, բայց եկեղեցու պատմության ընթացքի երրորդության սխալ ընկալումները։ Քանի որ եկեղեցին մի քանի, կարելի ասել 100-ամյակ հալածվել է եւ հետապնդվել է, թանկագին իմ եղբայրներ քույրեր, եկեղեցու հիմնական աստվածաբանական ուսմունքը, որպես արտահայտություն, ասենք, որպես մի բանաձև, ձևավորվեց բավականին ուշ։ Սկզբնական եկեղեցու մեջ, քանի որ կային առաքյալները, եւ առաքյալները հետևում էին, որ հանկարծ այլ հերետիկ ուսմունք չմտնի եկեղեցի, այդ ժամանակ այդքան էլ շատ չէր տարածված մոլորությունները առաջի դարի եկեղեցում, որովհետև եթե ինչ-որ մոլորություն գլուխ էր բարձրացնում, մարդիկ կարող էին մոտենալ առաքյալներին եւ առաքյալները իրենց տային ճիշտ ուսմունքը։ Բայց առաքյալները ժամանակի հետ սկսեցին գնալ, ոմանք մահացան, ոմանք տանջվեցին, տառապեցին, ամենաուշը մահացավ Հովհաննես առաքյալը, եւ դրանից հետո ցավոք սրտի ճիշտ ուսմունքի հետ զուգահեռ սկսեց բացվել եւ բարձրանալ սխալ մոլորություններ, որոնք շատ մեծ ազդեցություն էին ունենում եկեղեցու ընթացքի վրա։ Եվ ամենաշատ հարձակումը լինում էր երրորդության գաղափարի վրա, Քրիստոսի անձի վրա եւ Սուրբ Հոգու անձի վրա։ Հիմնական հարվածվող մասերը այդ էր։ Ոչ մեկը հիմնականում չէր հարվածում Հայր Աստծո հասկացողությանը, որովհետև հրեաների մոտ Հայր Աստված որպես ասենք Հայր միշտ ընկալելի էր եւ հասկանալի էր։ Բայց երբ որ քրիստոնյաները սկսեցին խոսել, որ կա 3 պերսոնա կամ 3 իպոստաս մեկ աստվածության մեջ, այդ ժամանակ շատ մարդիկ սկսեցին այդ ֆունդամենտալ ուսմունքի դեմ կամ ֆունդամենտալ ուսմունքին զուգահեռ զարգացնել նաև այլ ուսմունքներ։
Ուրեմն հիմնական հարվածը խփվում էր երրորդությանը, որդու եւ Սուրբ Հոգու պերսոնաների, անձերի կամ իպոստասների։ Ուրեմն առաջի իրական կամ շարադրված, ընկալելի ձևի շարադրված ուսմունքը երրորդության վերաբերյալ առաջ է եկել Տերտուլիանի կողմից, որը ապրել է 165 թվականից մինչև 220 թվական մեր ժամանակաշրջանի, այսինքն Քրիստոսի ժամանակաշրջանից։ 165-ից մինչև 220 թիվը։ Ինքը որպես եկեղեցու հայր ձևավորել է եւ շարադրել է երրորդության գաղափարախոսությունը, թե ինչպես մարդիկ պիտի հասկանան եւ ընկալեն։ Իհարկե դարերի ընթացքում այդ գաղափարախոսությունը կամ այդ ուսմունքը համալրվում էր, ավելի խորն էր ձևավորվում եւ բացվում շնորհիվ այն հայտնությունների, որ Տեր Աստված տալիս էր իր ժողովրդին, բայց հիմքը, ֆունդամենտը տվեց հենց Տերտուլիանոսը կամ Տերտուլիանը ռուսերեն։ Ուրեմն խնդրում եմ գրեք Տերտուլիան, Կվինտ կամ Կվինտոս հայերեն, Սեպտիմիոս, Տերտուլիանոս, Կվինտոս, Սեպտիմիոս, այս իր անունն է ամբողջ։ Տերտուլիանոս, Կվինտոս, Սեպտիմիոս։ Սեպտիմիոս։ Ինքը վաղ եկեղեցու հայրերից մեկն էր հանդիսանում, ասենք շատ գիտակ աստվածաբան էր, չեմ ասում, որ ինքը իրոք խորը հոգևոր մարդ է եղել։ Ուղղակի գաղափարախոսություն չի խոսել, բայց ինքը այն ինչ սովորեցրել է եւ ինչին հավատացել է, ինքը ապրել է դա, թանկագիններ։ Եվ դա շատ կարևոր մի բան է։ Մի բան է, երբ քո գլուխն է լցված որոշ ուսմունքներով, եւ մի բան է, երբ որ քո սիրտը հետևում է նրան, ինչին դու հավատում ես։ Ուրեմն վաղ եկեղեցու հայրերից է, գրող է, քրիստոնեական մտքի առաջի արտահայտողներից է, ծնվել է Կարթագենում, մոտավորապես 155 թվականից 160 թիվ այդ ժամանակահատվածում եւ մահացել է նույն Կարթագենում 155-ից 160 թվականը, մոտավորապես 5 տարվա տարբերություն կա, կոնկրետ չգիտեն էլի տարեթիվը, ծնունդ է ապրել եւ մահացել է 220-ի մինչև 240, 20 տարվա տարբերություն կա, կոնկրետ տարեթիվը չգիտեն իր մահվան։ 220-ից 240։ Այս մեր ժամանակահատվածն է, թանկագին քույրեր եղբայրներ, то есть от летоисчисления Христова, այսինքն Քրիստոսի ծնունդից հետո։ Այո։ Նա շատ հայտնի էր իր աշխատություններով, ֆունդամենտալ աշխատություններով եւ որպես քրիստոնեական ապոլոգետ, ինչ էր նշանակում ապոլոգետ, ով կհիշացնի։ Որը սխալ բան ասում։ Ապոլոգետ։ Մեկը, որը պաշտպանում էր հասարակական կերպով իր գաղափարախոսությունները կամ ընկալումները։ Ինչ։ Ձեր մոտ կա գրած, նախկին դասերում կարող եք նայել։ Մեկը, որը պաշտպանում է իր գաղափարախոսությունը հասարակական կերպով, այսինքն հասարակական ելույթներում, աշխատություններում, զրույցներում, պաշտպանում է իր գաղափարախոսությունները կամ ընկալումները։
Ինքը ապոլոգետ է թանկագիններ ջան։ Եվ ինքը որպես քրիստոնեական ապոլոգետ, քրիստոնեական հավատքի ճշմարտությունն էր հաստատում եւ ապացուցում էր բոլորին, որ քրիստոնեությունն է ճիշտը։ Ոչ թե այն ժամանակվա, ասենք, հեթանոսական որոշ ընկալումներ կամ կրումներ։ Նաեւ ինքը հիմք է գցել կամ գցել լատինական պատրիստիկայի։ Պատրիստիկա նշանակում է հայրաբանություն եւ ինքը հիմքն է գցել կամ եղել է պատրիստիկայի ուսմունքի հայրը, նախահայրը։ Ինչ է սա նշանակում։ Մենք գիտենք, որ թե առաքելական եկեղեցին, թե ուղղափառ եկեղեցին, թե կաթոլիկ եկեղեցին, բացի Աստվածաշունչը, ունի նաև հայրերի ավանդությունը կամ եկեղեցու հայրերի ավանդությունը։ Ցավոք սրտի որոշ ուղղություններ այդ աշխատությունները կամ այդ մարդկանց փոխանցած ավանդությունը հավասարեցնում են Աստվածաշնչին, որը ընդունելի չէ։ Ֆունդամենտը այս եկեղեցու հայրերը այսպիսի բաներ են ասել եւ մենք պիտի դրան ականջ դնենք, լսենք, այ Տերտուլյանն է եղել։ Բայց ինքը չի արել այնպես, որ հավասարեցնեն Աստծուն։ Ուղղակի ինքը ասել է, որ այս մարդիկ խոր աստվածապաշտ մարդ են, իրենց ավանդությունը կարելի է հաշվի առնել եւ ուսումնասիրել եւ տեսնել, թե մարդը ոնց է ընկալել, թե ով է Աստված, ոնց է ընկալել հավատքի պահերը եւ այլն եւ այլն։ Գնացինք առաջ։ Ուրեմն երրորդության գաղափարախոսությունը առաջի դարերի եկեղեցում Տերտուլիանոսն է, առաջ քաշել, հիմնավորել, ձևավորել եւ որպես ուսմունք մատուցել։ Հիմա դրան զուգահեռ զարգանում էին հերետիկական շարժումներ, որոնք այս կամ այն կերպով խփում էին քրիստոնեական աստվածաբանությանը կամ անկումներին։ Դրան զուգահեռ զարգանում էին հերետիկական շարժումներ, որոնք այս կամ այն կերպով խփում էին քրիստոնեական աստվածաբանությանը կամ ուսմունքներին։ Առաջինը մանարխիությունն է։ Մանարխիություն, ռուսերեն մանարխիանство։ Նախորդ դասերից մենք հիշում ենք, որ կային ուսմունքներ, ովքեր որ երբ Աստված իր մասին ասում է մենք, ասում էին, որ դա ոչ թե թվաբանական մենք է, այլ թագավորական մենք է։ Այ հենց այդ թագավորական մենքի մասին էլ հիմա խոսքը պիտի գնա։ Մանարխիանство։ Մանարխիություն կամ մանարխիանство։ Ուրեմն այս մոլորությունը կամ հերետիկությունը ուներ երկու ճյուղ, երկու դպրոց կոպիտ ասած։ Առաջի դպրոցը դինամիկ մանարխիությունն էր, դինամիկ մանարխիությունը, այն առաջ քաշվեց Թեոդոս Բյուզանդացու կողմից, որտեղ որ ինքը ասում էր, որ Քրիստոսը ընդամենը սովորական մարդ է եղել, որևէ արտառոց բան չի ունեցել իր ծնունդի ժամանակ եւ մինչեւ ծնունդը, բայց գերբնական ուժ է առել կամ գերբնական զորություն է առել, երբ մկրտությունից հետո Սուրբ Հոգով լցվել է։ Եվ այդ ժամանակ ինքը մտել է իր իշխանության մեջ եւ գործել է որպես Աստծո կողմից ուղարկված պատգամախոս, արել է հրաշքներ եւ ներգործություններ, այնուհանդերձ
Սովորական մարդ լինել։ Սովորական մարդ լինել։ Այդ առաջինն էր։ Դինամիկ մոնարխիությունը։ Գանք երկրորդը։ Մոդալիստական մոնարխիություն, մոդալիստական, սա ամենահետաքրքիրներից մեկն է, թանկագիններ, ես գիտեմ անգամ ուղղադավան որոշ եկեղեցիներում կան մարդիկ, ովքեր այսպես են ընկալել Աստծո ներգործությունը, իրոք շատ հետաքրքիր ուսմունք է, ուրեմն այն արևելյան եկեղեցու ճյուղի ուսմունք է, արևելյան եկեղեցու ուսմունք է, անվանվում է նաև սավելյանականություն, անվանվում է նաև սավելյանականություն, որովհետև Սավելի անունով սավելյանականություն, որովհետև հիմնականում այն շարադրել է Սավելի կամ Սավելյանոս անունով մի մարդ։ Այս ուսմունքը ավելի լայն տարածում ուներ, թանկագին եղբայրներ քույրներ, քան առաջինը։ Ուրեմն ինչու՞մ է այս ուսմունքի բուն իմաստը։ Իրենք չեն հերքում, որ Հիսուսը Աստված է, ինչպես առաջի ճյուղը, առաջի բաժինը։ Չեն ասում, որ Հիսուսը ծնունդից հետո Սուրբ Հոգու զորությունը առավ։ Բայց այսպես են շարադրում իրենց ուսմունքը, որ Հայր Աստված, որը հավիտենական Աստված լինելով, երբ եկավ ժամանակների լրումը, իջավ երկրի վրա և դրսևորվեց որպես որդի Աստված, Հայր Աստված, որը հավիտենական Աստված էր, և եկավ ժամանակների լրումը, այսինքն եկավ այն պահը, երբ հանդես պիտի գար արդեն Աստծո որդին և ամբողջ աշխարհը իմանար, որ երկրի վրա ծնվել է Մաշիախը, այդ ժամանակ նույն Հայր Աստված ինքը որդու կերպարանքով հայտնվում է աշխարհի վրա և արդեն որպես որդի Աստված շարունակում է գործունեությունը։ Դրանից հետո, երբ որդի Աստված ավարտում է իր միսիան, այսինքն քարոզում է Աստծո մասին, խոսում է Աստծո մասին, առաջադրանքը, այո, և հետո իրեն բռնում են, սպանում են, և ինքը հարություն է առնում, հափշտակվելուց հետո երկինք, երկրի վրա իջնում է Սուրբ Հոգին, և նույն Հայր Աստվածը արդեն դրսևորվում է Սուրբ Հոգու միջոցով, որպես Սուրբ Հոգի, հասկանում եք։ Այսինքն այս ամենը անում է մեկ պերսոնա, որը բացվում է տարբեր մոդուսներով, հասկանում եք, սկզբից իրեն ճանաչում են որպես Հայր Աստված, մարմնավորումից հետո ճանաչում են արդեն որպես որդի Աստված, որդու գնալուց հետո երբ Սուրբ Հոգին իջնում է, ճանաչում են արդեն որպես Սուրբ Հոգի Աստված, բայց խոսքը գնում է նույն պերսոնայի մասին։ Եվ սա այլ անուն էլ ունի այս ուսմունքը, կոչվում է մոդուսների ուսմունք։ Մոդուսների ուսմունք։ Ժամանակին, երբ ես նոր էի դարձի եկել, ես էլ էի այդպես մտածում, բայց ես ինքս էլ եկել էի այս բանի, որ այ մարդ կարող է Հայր Աստված, որդու միջոցով դրվել է, հետո որդու գնալուց հետո Սուրբ Հոգու, բայց այդ որ արդեն սկսեցի ավելի խորը Սուրբ Գիրքը ուսումնասիրել եւ ավելի լավ ճանաչել Աստծո խոսքը, ինքնաբերաբար այս ուսմունքը հոդս ցնդեց, որովհետեւ Աստվածաշնչում հիմքեր չկան այս ուսմունքը հաստատելու համար։ Ուղղակի մենք պիտի լավ իմանանք Աստվածաշունչը, հասկանում եք, տիրապետենք հենց Աստծո խոսքին, որը ինքը իսկ հերքում է այս գաղափարախոսությունը։ Так,
Գանք երկրորդ մոլորությանը արիանականություն թանկագիներ ջան։ Արիանականություն։ Այս ամենասարսափելի ուսմունքներից մեկն է, որը մինչ օրս այս ուսմունքը տարածվում է Եհովայի վկաների կամ ունիտարի հիսունականների կողմից, կամ հենց ունիտարիների կողմից, ովքեր չեն ընդունում որդու աստվածություն։ Ուրեմն, Արիանոս Ալեքսանդրանացին, որը հանդիսանում էր Ալեքսանդրիայի երեցներից մեկը կամ պրեսվիտերներից մեկը, որը հանդիսանում էր Ալեքսանդրիայի ճյուղի կարող եք գրել, որովհետև այդ ժամանակ հիմնականում երկու քրիստոնեական ճյուղ կար, մեկը Անտիոքիային էր, մեկը Ալեքսանդրիային էր։ Այդ Արիանոսը հանդիսանում էր Ալեքսանդրիայի ճյուղի ներկայացուցիչ, ինքը իրոք կիրթ, շատ գիտակ և աստվածասեր մարդ էր, որը ասում էր, որ որդին միշտ չի եղել, այլ մի օր արարվել է հոր կողմից, և հորից ստատուսով ավելի ցածր է, այսինքն ինքը խոսում է նախ Աստծո իերարխիայի մասին, ինչ է նշանակում իերարխիա, դա նշանակում է, որ մի անձը դոմինանտ է, ինչ-որ այլ անձի վրա, իշխում է և ավելի բարձր է, տվյալ դեպքում ինքը ասում էր, Հայր Աստված գերագույնն է, ամեն բանից առաջ ինքը ստեղծեց որդուն, որդու հետ կամ որդու միջոցով ստեղծեց այն մնացածը։ Շատ հետաքրքիր է, բայց այս էլ Աստվածաշնչյան հիմք չունի, և այն հերքվեց 325 թվականին, 325 թվականին, երկրորդ ավելի ճիշտ, եթե մենք Աստվածաշնչյանը վերցնում ենք, երկրորդ տիեզերական ժողովի ժամանակ, որի ժամանակ ներկա էր և Ալեքսանդրիայի դպրոցը, ովքեր հետևորդ էին Արիանոսին, բացի այդ այլ եպիսկոպոս և երեցներ կային, ովքեր հետևում էին Արիանոսի ուսմունքին, և կար ուղղադավան ճյուղը, ովքեր որ ասում էին, որ այդպես չի, որ Հիսուսը արարած չի և արարված չի, այլ Հիսուսը հավիտենական Տեր է և տիրակալ է և Հորը հավասար է։ Եվ հիմնական պերսոնան, անձը, ով որ այս ուսմունքը, որ որդին հորը հավասար է և հավիտենական է և որ Աստված երրորդություն է, առաջ քաշողը ճշմարիտ ճյուղի կողմից Աթանասն էր, Աթանասը, Աֆանասի ռուսերեն։ Ես ուզում եմ ձեզ Նիկիո Ցարիգրադսկի այդ տիեզերական համաժողովից մի հատ հատված կարդամ, սա ռուսերեն է, ես մի քիչ կթարգմանեմ, ասում է հայրը վերջնական վերդիկտն է, ոնց որ վերջնական գաղափարն է, ինչին եկել են այդ տիեզերական ժողովի ժամանակ, թանկագին իմ եղբայրներ քույրեր։ Ուրեմն ինչ է առաջ քաշել Աթանասը և ինչ է ընդունել այդ ժամանակ այդ բոլոր ժողովը։ Նախ Արիանոսին հանեցին որպես հերետիկոս, իր ուսմունքը մերժվեց, գծվեց մի կողմ։ Բոլորը համարեցին իրեն հերետիկոս, չնայած երկար ժամանակ, անգամ իր մահից հետո, այդ ուսմունքը տարածվում էր և տարածվում էր, նույնիսկ հետապնդում էին, հալածում էին իրենց շատ։ Ի վերջո փառք Տիրոջը ժամանակի ընթացքում մարեց, բայց այսօր իդեմս Եհովայի վկաների այդ ուսմունքը էլի գլուխ է բարձրացրել, բայց էլի ուրախություն ունեմ ձեզ ասելու, Եհովայի վկաների ուսմունքներ էլի մարում է, որովհետև չի կարող մենջնապես մոլորությունը քայլել երկրագնդի վրա, Տերը դրան վերջ է դնում։
Ուրեմն, հայրը ոչ ոքի կողմից ստեղծված չէ, ոչ էլ ծնված է։ Որդին, որը մի հոր կողմից ոչ ստեղծված է, ոչ արարված է, բայց ծնված է, այս ծնվածը, ցավոք սրտի հիմա էլ բավականին խնդիրներ է առաջացնում եւ մենք քրիստոնեաբանության մեջ կնայենք ինչ է նշանակում ծնված, արդյոք Հիսուսը մի օր երկնքում ծնվել է, իհարկե ոչ, եւ մենք կնայենք ինչ է նշանակում ծնված, ինչ է նշանակում այս միտքը, որ Հիսուս, որտեղ անկախ նրանից, եթե դու անունը դնում ես, որ արարված չի, բայց ծնված է, սկիզբ ունի ուրեմն։ Ինչ տարբերություն։ Սուրբ Հոգին հորից իջնող է, այս ֆիլիոկվեի գաղափարախոսության պատճառով թանկագիններ ջան, հետագայում 1040 թիվներ, թե 20 քանի թիվներ, եկեղեցին բաժանվեց երկու ճյուղի, հարավային եւ հյուսիսային, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցու։ Միայն նրա համար, որ մի եկեղեցին ասում էր, որ Սուրբ Հոգին իջնում է հորից, մյուս եկեղեցին ասում էր ոչ, իջնում է հորից եւ որդուց։ Այսպիսի խորը աստվածաբանական վեճի պատճառով ահռելի եկեղեցին բաժանվեց։ Ուրեմն, Սուրբ Հոգին իջնում է եւ հորից, եւ որդուց, որտեղ որդին ասեց, որ ինքը կգնա եւ կուղարկի Սուրբ Հոգուն, թանկագին եղբայրներ։ Ուրեմն, Սուրբ Հոգին ստեղծված չի, արարված չի, ծնված չի, բայց իջնող է, սխադյայշի ռուսերեն։ Դրա համար մենք ունենք մի հայր, նայեք, ես հատուկ չեմ շեշտում մեկ, մի բառը, ոնց էր արտահայտվում եբրայերեն մի բառը, մենք անցած անգամ նայել ենք, ոնց? մի բառ, մեկ չէ, մի, նա իջնում է մի հորից, էխադ, գիտեք չէ, տերոր, բա մեկը ոնց էր արտահայտվում եբրայերեն, Յախիդ, ոչոներ, ոչ ենք խանգարած։ Երեխեք, դուք սա պիտի իմանաք, դուք պիտի իմանաք սա, հանկագիններ ջան, որովհետև այս մի բառի պատճառով եկեղեցին բազում խնդիրներ է ունեցել, մեկ եւ մի, եւ ես ձեզ ասեցի, որ 11-րդ դարում մեր թվարկության արդեն Մայմոնիդի կողմից այս ուսմունքը դավանաբանությունը Շմա Իսրայել Յահվե Էլոհեինու Յահվե Էխադը այդ բառը կոչվեց Յախիդի ոչ թե այո եւ այդ բառը այնքան խորը նշանակություն ունի որովհետեւ նա ցույց է տալի որ Աստված բարդակառույց միություն է եւ ոչ թե թվաբանական մեկ միավոր ժողովուրդ հասկացել եք, չէ՞, ինչ եմ ասի անցած անգամ, կարիք կա էլ այդ դասը անցկացնելու, ես չեմ սլանա, իրոք, եթե պետք է անցկացնեմ, որ ձեր մեջ մտնի դա։ Okay։ Ուրեմն մեկ չէ, մի հորից է իջնում, որովհետև կա մի հայր, ոչ թե 3 հայրեր, մի որդի եւ ոչ թե 3 որդիներ, եւ մի Սուրբ Հոգի եւ ոչ թե 3 Սուրբ Հոգիներ։ Այսինքն մենք հավատում ենք երրորդության Աթանասի բանն է, որը հայր է, որդի է եւ Սուրբ Հոգի է եւ նրանք մեկ են, չէ՞։ Ամեն։ Ողակի մախտեր, ոնց ես մտածում քննություն արժե տանել։
Գնացինք առաջ իմ թանկագին քույրիկներ, եղբայրներ ջան, սիրում եմ ձեզ շատ։ Անցած դասերի ուրիշ գրականությունից ոչինչ, դասերը լսեք կմտածեք։ Այ как раз հենց պաստորի ասացին, հիմա անդրադառնում ենք, թանկագիններ ջան։ Մի հատ լսեք ուշադիր, եւ այս երրորդության մեջ խնդրում եմ սա գրեք, չկա առաջին կամ վերջին պերսոնա։ Այս երրորդության մեջ այս, որին մենք հավատում ենք, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, որը հանդիսանում է որպես մի Աստված, չկա ոչ առաջինը, ոչ վերջինը։ Մենք դեռ ուսումնասիրում ենք Աթանասի այս ուսմունքը, որը ինքը հանել էր Արիանոսի դեմ։ Ոչ մեծը, ոչ փոքրը, ոչ առաջինը, ոչ վերջինը, ոչ մեծը, ոչ փոքրը։ Խնդրում եմ գրեք, բայց 3 իպոստաս են կամ 3 պերսոնա են, ոչինչ, իրոք, պետք չի հուսահատվել, թանկագիներ չան, պետք չի, սա գերագույն մաթեմատիկա չի, կընկալենք, կգնանք առաջ, ամեն բան իր տեղը կկանգնի, մի մտածեք։ Վայեն առաջի բաժնում խոսած մոլորությունների ուսման մասին, երկրորդ բաժինը խոսում է այդ մոլորությունների հերկման մասին, որը Աթանասը առաջի քաշել։ Ասենք այդ սուրբ մարդը, որդեգորական մարդը հերկեց առաջի ուսմունքները, որը որ շերման են տալ։ Այսինքն մենք հավատում ենք երրորդության, մի Աստծու, որը կոչվում է մի Աստվածը, երրորդություն, Հայր, Որդի, Սուրբ Հոգի։ Մենք մի Աստծու ենք հավատում, որը բաղկացած է 3 անձից։ Սա մեր հավատքի հիմքն է։ Մենք 3 Աստծու չենք հավատում, մենք մի Աստծու ենք հավատում, մենք հեթանոց չենք։ Բայց մեր Աստվածը երրորդությունը Հայրը, Որդիը եւ Սուրբ Հոգին։ Այս ասենք այս մոլորությունների շեղումների ուղղությունը ստեղծում է շնորհիվ, որը որ մենք պետք է հասկանանք։ Խնդրում եմ գրեք երրորդ մոլորություն, պնևմատների մոլորությունն է, կամ պնևմատների կամ պնևմատիկոսների, ովքեր որ հերքում էին Սուրբ Հոգու Աստվածությունը, որովհետև պնևմա հուներենից թարգմանվում է որպես հոգի, եբրայերեն այն գրվում է որպես ռուախ։ Տարբեր ռուախներ կան եւ տարբեր պնևմաներ կան, երբ խոսքը գնում է Աստծո Սուրբ Հոգու մասին, գրվում է ռուախ հա-կոդեշ կամ կադոշ։ Սուրբ Հոգի։ Ուրեմն, ինչպես ես ասեցի, հիմնական գաղափարախոսությունը այս հերետիկությանն էր, որ այո կարող է Հայրը, ոչ թե կարող է Հայրը Աստված է, Որդին միգուցե Աստված է, բայց Սուրբ Հոգին հաստատ Աստված չի։ Եվ այսօր մենք նույն Եհովայի վկաների ուսմունքի մեջ լսում ենք ոչ թե Սուրբ Հոգի, այլ Սուրբ Ոգի։ Եվ սա ուղղակի սարսափելի նվաստացում է այն անձին, որը հանդիսանում է Աստվածության երրորդ անձնավորություն։ Ուրեմն, այս ուսմունքը հերքվել է Կոնստանտինոպոլի տիեզերական ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 381 թվականին։ Կոնստանտինոպոլի տիեզերական համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 381 թվականին։ Ուրեմն ինչ էր տեղի ունենում, կար մի հատ Եվտասիոս անունով անձնավորություն, որ ասում էր այո Հայրը Աստված է, Որդին էլ ոչինչ, էլի կընդունենք մի ձևի, բայց Սուրբ Հոգին Աստված չի։ Եվ մի ահռելի պայքար սկսվեց Սուրբ Հոգու Աստվածության դեմ։ Եվ գիտեք խնդիրը ինչի մեջ էր։ Այս ամեն խնդիրը առաջ էր քաշվում
հենց զուգահեռ նրան, թե որքան էր հետ քաշվում եկեղեցի սուրբ գրքից։ Հասկանում եք։ Ինչքան եկեղեցին արգելում էր սուրբ գիրք կարդալը կամ սուրբ գիրքը մարում էր մարդկանց կյանքի մեջ արդիական լինելու, այդքան այս հերետիկությունները առաջ էր գալու։ Սուրբ գրքում մենք հստակ տեղեր ունենք, որտեղ Աստվածաշունչը անվանում է Սուրբ Հոգուն Աստված, հենց բառացիորեն Աստված։ Բայց որքան մարդիկ հեռանում էին Սուրբ գիրքը անհատական քննելուց, այդքան առաջ էին գալիս նման հերետիկական ուսմունքներ, թանկագին իմ եղբայրներ եւ քույրեր։ Խնդիրը, ասացի, հայրը եւ որդին ունեն նույն բնությունը, հոմոուսիոս են, այսպես ասած, Սուրբ Հոգին այդ բնությունը չունի։ Բարձա, գնացինք առաջ։ Մոլորություն է, այո, շատ ծանր մոլորություն է, եւ այս համատիեզերական ժողովի ժամանակ Գրիգորի Աստվածաբանը այս ուսմունքը հերքեց եւ ապացուցեցին, որ այո Սուրբ Հոգին է Աստված եւ մտնում է երրորդության մեջ եւ մենք հավատում ենք մի Աստծո, որը մեզ բացվում է որպես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Թանկագիններ ջան, խնդրում եմ, ինձ մի նայեք որպես քննիչի։ Ինձ նայեք որպես ձեր եղբայր, եւ եթե ես հարց եմ տալի, մի կաշկանդվեք, ոչինչ, սխալ ասեք, բայց ասեք, էլի ասեմ, ձեզ վատ մի զգացեք, լավ։ Մենք հավաքվել ենք, որպեսզի իրար հետ համատեղ քայլերով գանք ճշմարտությանը։ Այնպես որ մի կաշկանդվեք, ձեզ վատ մի զգացեք, որ հանկարծ ձեզ կդատապարտեն։ Արագ գնանք Օգոստյանոսի ուսմունքներ եւ ավարտենք։ Օգոստյանոսի ուսմունքին։ Օգոստյանոսը եկեղեցու հայրերից մեկն է եղել, ապրել է 354 թվականից մինչև 430 թվականը, Օգոստյանոսը եղել է եկեղեցու հայրերից մեկը, ապրել է 354 թվականից մինչև 430 թվականը, եւ այն ինչ սկսել էր Տերտուլիանոսը, այսինքն Տերտուլիանոսը ինչ էր անում, մշակեց երրորդության գաղափարախոսությունը, ֆունդամենտալ ուսմունքը։ Օգոստյանոսը այդ ուսմունքին վերջնական կերպար տվեց, այսինքն ավարտական մի միտք տվեց։ Այդ առումով Օգոստյանոսի ներդրումը եկեղեցու մեջ շատ հզոր է եւ կարեւոր, թանկագին իմ եղբայրներ, քույրեր ջան։ Այո, ինչ էր սովորացնում Օգոստյանոսը, որ աստվածության բոլոր իպոստասները, դեմքերը, այսպես ասած, կներեք այս կոպիտ բառերի համար, բայց դեմքերը, որ Հայր, Որդին եւ Սուրբ Հոգին, նույն աստվածային էությունը ունեն, եւ շաղկապված են աստվածության այլ պերսոնաների հետ։ Այսինքն, եթե ես աստվածության որդին եմ, չէ, ես շաղկապված եմ հոր եւ Սուրբ Հոգու հետ, անբաժանելի կապերով, թանկագին եղբայրներ, քույրեր, անբաժանելի։ Եվ եթե ինչ-որ որոշում կայացնում է Աստված, այդ որոշումը հաստատված է եւ հոր, եւ որդու, եւ Սուրբ Հոգու կողմից, հասկանում եք։ Այնպես չի, որ հայրը որոշեց մի որոշում կայացնի, եւ որդին կանգնում է եւ հերքում է, նման բան չկա, իրանց մոտ կատարյալ գարմոնիա է տիրում։ Ոնց է գարմոնիան հայերեն։ Հարմոնիա։ Ներդաշնակություն, այո, ներդաշնակություն, Տերը օրհնի շատ։ Իրանց մեջ կատարյալ ներդաշնակություն է, սեր է, փողըմբռնում է, թանկագին եղբայրներ, քույրեր ջան։ Տերը շատ օրհնի ձեզ, ասեմ, որ մոլորությունները շատ են, շատ, կա նաև սոցիալականությունը, ես արագ ասեմ եւ գնանք, այն առաջացել է 16-րդ դարում, ինչքան մոտիկանում եմ ես, ավելի բան է եղնում, եւ ելին հերքում է որդու աստվածությունը։ Հավատում էին նրան, որ
Եթե խոսում է մի Աստծո մասին, ուրեմն խոսում է մեկ պերսոնայի մասին։ Այսինքն Հայր Աստված եւ մի Աստված։ Ոչ թե մի Աստված եւ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Մեկ պերսոնա, մեկ Աստված։ Բարձա դրան էին հավատում։ Այն, ինչ այսօր էլի առաջ են քաշել Եհովայի վկաները։ Տերը օրհնի ձեզ, թանկագիններ ջան, հանգստացեք եւ մյուս դասին արդեն կանցնենք Քրիստոսաբանության առաջի դասը։ Այսինքն եկեղեցին հենց չի հասել։ Եկեղեցին